Սիրելի հետևորդներ, ձեր սիրելի վլոգների, ինչպես եւ այդպես էլ ստացվում է վերջին ժամանակահատվածում, վլոգ կրկին շատ հետաքրքիր եւ խառը դիտեք, անցնում ենք առաջ։ Հա, այստեղ էլ տորթ է ինչ-որ, չեմ ասի համեղ չի, բայց տորթը այսպես չեն թխում էլի, առավել ևս բիսկվիտը, իմ թխածը չէ պետական է, բայց քաղցրի կարիք ունեմ պետք է ուտեմ, գնացինք առաջ։ Ուրեմն հուլիսի 26-ն է, այն որ ասում են համպատրաստից, միանգամից որոշեցինք սենց հելնենք ուղակի հենց այնպես նստենք մեքենան ու քշենք ուղիղ ուր Սևան։ Կարենս էլ մազերս անենց պինդա բռնե ձեռի մեջ չեն կարողանում ձեռքի մեջից հանենք։ Դե ինչ կարելի ասել համարյա թե տնավարի, տենց հատուկ չպատրաստված նստում ենք մեքենան ու գնում ենք։ Չգիտեմ ինչի այդ պահին այդպես ուզեց սրտներս։ Տեսնես իմ տեղը մեկը որ լինեի, կարայք դիմանայք, սիրտս թուլանում է, էլ չեմ դիմանում, մի հատ նայեք ոնց է նստե գիրկս ու իրա մատիկների հետ խաղում է, բա ոնց չգժվեց, ուտեմ մատիկների հետ կյանքս։ Կարենը զարմացած նայում է, հլա սիրուն աճուկները նայեք, այս երեխեն մտածում է ինչ են ուզում ինձանից, օրական, մի հատ շոր մի կերպ հագցնում են, մի երկու պամպերսիկներ վերցնում են ու հայդե, սա աղորը չգիտեմ այսօր են տանում ինձ։ Այստեղ էլ ճանապարհին Նարեկը ու Կարինկան որոշեցին ձմերուկ էլ վերցնեն, հենա ընտրում են։ Տեսնենք ինչ որակի ձմերուկ կընտրեն։ Դե ինչ կրկին շարունակում ենք մեր ճանապարհը, բայց այստեղ ես հիացած եմ այսպես տլիկ թմբլիկ տոտիկով։ Ոնց որ իմ խաղալիքը լինի, աշխարհից կտրվել եմ, տոտիկների հետ խաղ եմ անում, սիրում եմ ուշքս գնում է, չգիտեմ ինչ անեմ, որ սիրտս չթուլանա։ Ահան, այս երեխեն սովորել է արդեն, Կարենիս ուշք ու միտքը տեղ գնանլա, մի տեղ տանեն, ուր ուզում է լինի, սենց խելոք, նստում է, ուրախանում է, զարմացած նայում է կողքերը։ Դե ինչպես ասում են, գնացինք, ահա, հասանք Սևան։ Այնտեղ էլ շատ պատահական հանդիպեցինք Նարեկիս ընկերոջ ընտանիքին, նույնպես միացանք և միասին հետաքրքիր օր անցկացրեցինք։ Այստեղ էլ Կարենս ոնց հասկացա հիացած է Սևանով։ Իր կյանքի առաջին Սևանը իրան շատ դուր է եկել, հավանեց, մի հատ նայեք իր ուրախությանը, անենց էլ մի փռվել է իրան լավ ազգում, կարծես Սևանը իրանն է, այս լողափներն էլ վարձով է տվել։ Սիտը դեմանը սավախանորը, արա սիկը կուտեր իսկու, շրտանը, սաս կծորը մինատը ժպտում է, կայինջա, իսկիսյանում դու հասկանում ես, դու Սևան ես եկել, քո կյանքի առաջի Սևանն է, մեռնեմ քեզ, առաջ անգամ եկել ես Սևանի ծովը տենաս ուրախացել ես, դուրդ եկել է ես առաջ։ Կարելի է ասել իր ծննդյան 3 ամսականի առիթով մենք իրեն առաջին անգամ բերել ենք Սևան, այսինքն հենց հաջորդ օրը վաղը հեռանում է իր 3 ամսականը։ Դե ինչպես մեզ գիտեք արդեն լիքը ֆոտոսեսիաներ արեցինք, տեսանյութեր, նկարվել, նկարահանումներ, թիթիզ-միթիզ բաներ մեզի ցուցադրել ու տենց էլի։ Դե մի հատ այս հրաշքներին նայեք, էլի հենց Սևանի ֆոնին։ Իմ պստիկ Կարենս, Կարենչոս, այն ոնց որ ասում են ամբողջ օրը դոշիս կպսրած մանեմ գալի, նայեք ինչ հրաշք է, մեռնեմ կյանքին։
Դե այստեղ էլ մի քանի ֆոտոսեսիաներ, նկարահանումներ, տատու-թոռ միասին անցկացրեցինք ծովի ալիքների մեջ։ Ոնց հասկացանք, արդեն պարզ է, այս տարիքից իրան ամենը դուր է գալի, նման միջավայր, տեղ տանել, ման տալ, նաև ոնց երևում է Սևանը եւ Սևանի օդուջուրը իրան շատ դուր եկավ։ Այստեղ էլ Կարենչոս առանձին ֆոտոսեսիաներ իր մամա պապայի հետ։ Դե Կարինկանեն ինչպես գիտենք, այստեղ արդեն ռոմանտիկան բռնեց։ Դե հիմա էլ անցանք հարս ու կիսուրի ռոմանտիկ բաժնին։ Մենք համ ֆոտո ենք անում, համ վիդեո ենք անում, վիդեոից կտրենք ձմերուկն էլ ձեռս։ Կարինկան ասում է ոչ ջտենց աջ, թողեց ձմերուկս ուտեմ։ Չթողեցել ձմերուկս ուտեմ, մի կտոր ձմերուկ ձեռքս։ Մեր Սևանը պատահական, անակնկալ, անսպասելի դուրս են գալիս օրվա կեսօրին ու նարեկը չգիտի ու գնանք ու մեքենան քշում է ասում, իհարկե Կարինկայի դրդմամբ ոնց հասկացած չէ։ Ու եղավ այսօր Կարինի առաջին Սևան գալը։ Ճիշտ է։ Մեր Կարենից 3 ամսականն է, դարձավ 3 ամսական եւ առաջի անգամ Սևան ինքը տեսավ 3 ամսականում։ Եվ ապա այստեղ հաջորդ օրն է հուլիսի 27-ը, իրական օրը, որտեղ լրանում է Կարենից 3 ամսեկանը։ Դե ինչ, մեր նորաթուղ հայրիկը եւ մայրիկը շնորհավորում են իրենց ձագուկին։ Ինչքան հետաքրքիր է կյանքը, չէ՞։ Նայեք անմեղ ձագուկին, անգամ չի էլ գիտակցում, թե ինչքան թանկ է, ինչքան կարևոր է ինքը շատերիս համար, առավել ևս իր ծնողների, հայրիկի եւ մայրիկի համար։ Դե այստեղ էլ Նարեկը եւ Կարինկան անցել են իրենց, ինչպես ասում են, գողական ֆոտոսեսիաներին Կարենից, շուրջ բոլորը տարածելով այս ամենը, ինչպես ասում ենք, տղայական ֆոտոսեսիա։ Հլա մի րոպե, բայց կարող է Կարենս մեծանում է, ընդհանրապես այս աշխարհից շատ հեռու է լինում։ Ինքը ընտրում է, նախընտրում է իր ճանապարհը, իր ուղին, իր մտածելակերպը, բնավորության գծերը, մասնագիտությունները, դե տեսնենք, Աստված առաջ։ Մեղա քեզ Տեր Աստված, ժողովուրդ ջան, եթե էլի սենց բան կա, հլա գրեք տեսնեմ։ Դերևս 3 ամսական չեղած ժամանակ ուշադրության մուլտիկ է դիտում, էմոցիաներ է արտահայտում, կարճ ասած մի հատ նայեք իր ուշադրությունը։ Նկարել ենք ավելի վաղ, մինչև 3 ամսականը։ Այստեղ էլ դե մյուս օր առավոտյան Կարենս իր պապայի հետ միացել է, դուրս են եկել եւ շարունակում են մեր բակի շինարարությունը։ Տրակտորը կանչել են, հիմքը փորում են ու այսպես լիքը գործեր էլի։ Այս գործերի մասն էլ դե հետո առանձին կխոսեմ ժողովուրդ ջան, այնքան խառնա չգիտեմ որը ասեմ, որը թողնեմ, քաոս է մեր բակում, բայց շատ լավ բանի համար է, շատ հետաքրքիր շինարարություններ են կատարվում, Աստված առաջ, հետևեք կտեսնեք ինչ են կանելու։ Ինչպես ասում ենք, նարեկն էլ արդեն աբալով կեքն են կապում պատերի հիմքերի։ Ասենք պապան գործանում, իսկ Կարինցուն քնելա։ Այս գամակը մեր օրհնված գամակն է, որի վրա քնել է նաև իմ մյուս թոռնիկը Մոնթես, ապա հիմա հերթը հասել է Կարենից։
նույն օրը երեկոյան գիշերը կարելի է ասել, որոշեցին, գցեցին, բռնեցին, որ իրանց ախորժակը խորոված է քաշում։ Կարինկայի սիրտը խորոված է ուզել ու այսպես նախապատրաստեցին Նարեկը եւ Կարինկան միասին խորոված են պատրաստում, որ վայելենք։ Ոչ մի առիթ չկա, ոչինչ չկա, պարզապես սիրտներս ուզեց։ Այս էլ նույն օրը երեկոյան գիշերը կարելի է ասել, որոշեցին, գցեցին, բռնեցին, որ իրանց ախորժակը խորոված է քաշում։ Կարինկայի սիրտը խորոված է ուզել ու այսպես նախապատրաստեցին Նարեկը եւ Կարինկան միասին խորոված են պատրաստում, որ վայելենք։ Ոչ մի առիթ չկա, ոչինչ չկա, պարզապես սիրտներս ուզեց։ Դե ես էլ խելոք իմ բիսեդկի մեջ նստած հետևում եմ տեսնեմ ինչ են անում, նայում եմ, մտածում եմ, այս տաղավարից մնացած կիսատ մնաց գործերը երբ եմ անելու։ Դե ինչ խորովածն էլ ոնց որ թե գրեթե պատրաստ է, այն ոտի վրա էլ մի հատ համ տեսում ենք, այն որ ասես մի բրտուճ ուտում են էլի կանգնած կրակի կողքը, հետո նոր անցնում ենք ընդհանուր սիրուն սեղանը գցենք ու վայելենք։ Դե ինչ, այստեղ էլ կրկին հաջորդ օրը ձեր սիրելի մեծ անբոքսինգներից։ Դե վայելեք։ Նկարում ենք unboxing ենք անում, դες նստի, այս նստի։ Ասա, բիշտոսի կհանեք, որ ասես ամոթայից։ Unboxing. Unboxing. Unboxing, ասա։ Unboxing, բարև մենք, unboxing։ Լիքը փուփուշ բաներով, ճիշտ ասած չգիտեմ թե ինչ, հոգնած, էլի սենց մի քիչ անհավես, բայց Կարինկայի տրամադրությամբ կատարում ենք unboxing, որովհետև ճիշտ ասած ես չգիտեմ ինչ կա այստեղ շատ մեծ գնումներ, հիմնականում գնումները կատարել ենք Կարինկայի։ Թեմույց էլ պատրաստում ենք, ճիշտ արդեն օգտագործել ենք, մնացած մասը չեմ տալի, որովհետև իմաստ չկա։ Եսի Կարինչվեց գլխարիքն է, մատայի գլխարիքն ենք փոփորից։ Ինքը դառնում է գիքոր է։ Շատ մեծ ապտակ փոքրացնենք։ Հակառակ կողմից էլ դնենք։ Իսկ ժամանակակից գիքոր։ Բայց գիքորը սոսկեն չի սազում գիքորը, դա լհանի։ Unboxing։ Այստեղ իմ համար շորտ է, բրեժի տարբերակով, նայ կարին։ Ես էլ եմ արդեն շատ հակել, ճիշտ ասած։ Ժամանակ չէր նկարենք, հիմա ինչ հիշում եք նկարում։ Ինքան դուրս եկավ առաջին անգամն է, որ ինչ-որ բան եկել է թեմույց, իմ չասով ու ընդհանրապես ոչ ինտերեսին չունի։ Տեսնին։ Դերը, ծիծա տալու։ Այստեղ լիքը կոսմետիկա, տեսքնանքի բաներ ունենք, գնացինք ամեն առաջինը, սկսում ենք օծանելիքից, բոլորը մենք բացել ենք, նայել ենք, համար ձև ենք տարի իբր առաջին անգամ եկել։ Ուրեմն գնացինք Կարեն, այս առաջինը գլխին է, այս պապայի համար է, այսինքն ամուսնու։ Այս օծանելիքը արել ենք իր մեքենայի համար, ինձ շատ ասիրում մեքենայի մեջ օծանելիք ունենա, ուղղակի մեքենայի մեջ ցանի, որ ավելի անոշ օդ կա։ Շատ են նայում ենք։ Շատ լավն է, պահինչ ու տիս։ Իշտեր մոտ իդի ուտելու ենք, սոսկեն թապով անում։ Այս հաջորդ օծանելիքը, այս էլ իր համար է, բայց այս մեկը արդեն տանը դնելու համար։ Ոչ մեր օծանելիքի ոտին եմ ուշադրություն դարձնում, այլ նեղ իրա տեսքին, որովհետև մենք մեր նջասինակում ունենք շատ սիրուն արգանայզեր, կարելի ասել, օծանելիքների համար, որտեղ ամենասիրուն օծանելիքն են սիրում։ Հաջորդը, այս մարմնի միշտը, որ շատ եմ սիրում ես վատախալյարայի հետը։ Պարայա։ Ես իրա օծանելիքներ ունեմ, օծանելիք տարբերակը ու իրա ձեների պալետը ունեմ, ենքան լավ մաշատ եմ հավանում, ես էլ տախից տախից։ Կարենին դա հետաքրքիր չէր ընդհանրապես։ Հաջորդ օծանելիքը։ Unboxing։ Այս Miss Dior-ի պատենտն է կարելի ասել, կրկնօրինակ տարբերակն է։ Հետո իսկ շատ սիրում եմ։ Գնանք։ Հաջորդին։ Ու այս ռուբրիկան ոչվում է փող ունենք, ծախսերի պես չունենք, դանա։ Շատ լավ է։ Հիմա ապոջայք մենք այնիգը։ Իրան դուր չկա։ Անպաշտեն բռնի։ Դոկը այս տոմային իմ համար եմ առաջ, նա նոր է պատվիրել հայրվերիսի։ Անես լավ է իրա տեքստուրը։
ու իր ամենալավը գիտեք որն է, որ ինքը այս տակի հատվածից ամեն անգամ որ օգտագործես բարձրանում, այսինքն միջևեր չեմ կարող օգտագործես։ Հա կարեն, կոկինիկի դա դες բաներ քսելու, կոկինիկի համար առնելու է դες բաներ, հա։ Անջորտից կողմնային է, այս արդեն կանաչուկի համար ենք առել։ Հետո այսին Իսկ այս մեկը վայրբերից եմ պատվիրել, մատվի տոնային եմ պատվիրել, ինքը իմ մաշկի տոնից մի քիչ բաց է, բայց ես իրան խառնում մուկ տոնայինի հետ, որ դառնա իմ մաշկի տոնին։ Նացինք, այս մեկը։ մեր Կարենի ամենասիրելի ձևն է։ Ջո։ Կարեն։ Այս մաշկտոներից այնքան շոտ է ինքը ողջորել, բայց ընդհանրապես մի հատ իմ համար չեմ ունեցել, այսինքն Փորձել ես։ չեմ փորձել։ Ասեք փորձենք կտեսնենք ինչ։ Սա օրիգինալ տարբերակը չի ընդհանրապես, մի լավացել։ Հավաքում եք դանդուր բույս է, որ թթվեն դնում, լավ չեմ շարունակում։ Դանդուր, Ձերեկոտ մասկա եմ առել իմ կանեքին։ Բայց սա միջի դու Այս մոսկոներից ինքան շատ ունեմ, բայց ամենակարևորը ձերս գնում ասում առանձնապ։ Կարիկա 20 տարեկան, Դարմանյան 20 տարեկան, ինչ առնում ինքը իր համար։ Խաղալիքներ։ Ասա կտամ խաղալիք։ Այս մուզիկի հերոսը մեկի նման ասեցի ակնոցներով, բան, ասյալն է։ Ինքը համար բրիլոկ է, նենց ամուր մեղրի հոտ ունի ինքը, շատ լավն է գլոսները։ Ինքը շատ սիրում բրիլոկ է, կարա սախես բանալի իր վրա, համ սիրում սենց։ Ուրում նրա, վիժուրը։ Կարա սենց էլ գցես։ Այդ գիտես ինչա, դու խաղա Կարենի ստրանով։ Այո, խաղալիքներ է Կարենի համար։ Մենք Կարենի համար շատ սիրուն ակնոցներ ենք արել, բայց իրան մեծ այսի։ Այսօր դու հավեսությունից։ Իրեմ խնոսում եք կոտարը։ Այս էլ է գլոս, ինքը թափանցիկ այրևում, բայց երբ որ բացում ես սկսում է այս հատվածին, ինքը դառնում է հաջորդը։ Այս մատիտի իմ համար չի կարեք։ Ոյ, հա, կոկանի շատ։ Էսի ամենասիրած իրոք։ Так։ Հիմա այս կաթանի չի տա այսքան անկոտ բաները պետք, բայց հետո լավ։ Հա, շոտ։ Մոլինայի գրումի տոտը։ Սիրում է դա տեսքը, իմ արգանայզերեն մեջ սիրուն տեսքը դեպի։ Так, տոնայինի տակից սկսելու համար պրայմեր, նույն ինքը բազա։ Այս տուշն էլ էլի կարնակրուկի համար, իրաստիած կապույտ իրանքի տուշն է։ Սկսել ես հիմա։ Չէ։ Չէ, Այս յամրասը քնի։ սեր դու հավեր շտված է ժողովուրդ ջան, ուտի չուտի, ներեք շտված։ Так, ստեղ ես չեմ նկատել, որ առել եմ կարմիրի գծանշումով ֆրեզան, բայց ես պետք է կապույտը առնեի։ Այս կերամիկական գլխիկը արդեն նախկին հեռացնելու համար, ալմազի ֆրեզաներ, այս մի հատ առել եմ կապույտ գծանշումով, իսկ այս մնացածը առել եմ արդեն կարմիր գծանշումով ֆրեզաները, իրանք նախատեսված են կոծիկուլայի համար։ Այսքանը, էլ ինչ ունեի։ Ես տեսնում բաներ եմ, որ բերեմ արևայինները շատ կարևոր։ Շատ բաներ ունենք իրականում, թե Վայրբերիսից, թե Թեմուից, ընդհանուր խանութներից գնալ։ Հիմա Կարենի կփոխանցեմ մամային, գնամ ես բերեմ արևայինի unboxing գնամ։ Էնա մամա։ Գնաց մեկ րոպե։ Այստեղ ունենք այսպիսի հետաքրքիր շատ կարևոր բաներ մեր բակի համար։ Տեսեք, ինքնին միացել են ամբողջը։ Արդեն հասկանալ ա, ձերքով փակում եմ միանում են 4 տարբերակով։ Պատի համար, հատակի համար, բայց հիմնականում մեր պարիսպների պատի համար է նախատեսված։ Կարելի է ասել, այստեղ կուշտ է, մենք նախորդ կերակրեցինք նորից, ուրախացել եմ։ Unboxing անում եմ, խոսում եմ, ասել։ 4 տարբերակով լուսատուները արևային, որ արևից հավաքում է, եւ երեկոյան ու ժամի իրանյան միանում է, տեսեք, փակում եմ ձեռքով միանում է, անում եմ ձեռքս անջատվում է։ Այսինքն ինչը որ անհասկանալի կլինի 4 տարբերակով է, դեռ իր ուզորները կա, որ պատերի վրա շատ գեղեցիկ sense նախշեր ուզորները լույսերը առաջացնում։ Եկեք այսպես անենք, քիչ հետո ես կամրացնեմ պատերին, իրիկունը մութ ժամանակ ինքն իրան կմիանա, կնկարանեմ ցույց կտամ, արդեն բարձ կլինի ինչ իմաստ է, խոսքը ինչի համար է, շատ շքեղ, հիասքանչ։ Հաջորդի։ They're cheap. And if we don't want Ահա դե այստեղ ընկերներ ջան, այստեղ մեր բակն է, ամբողջ այգին է, մի կողմի պարսպապատած տարածքը եւ ամրացնում եմ առայժմ 1.5 տարբերակով այս հետարքիր արևային լույսերը։ Ինձ համար այն շատ շքեղություն է, հիմա ավելի ուշ կտեսնեք ինչ գեղեցկություն է տալիս ամբողջ բակին։ to is overrated. We don't need a beach to get a half naked. Life's too short. Let's not waste it. Cause paradise is wherever we make it. Oh, nice. Paradise is wherever we make it. See the 79. Դե ինչ, ամբողջ 4 տարբերակներն էլ արդեն պատրաստ են, ամրացված են, իհարկե պետք է պատվիրեմ մինչև 10 տարբերակով, հիմա սպասենք արդեն ավելի մութ ժամանակ կտեսնեք հրաշքը։ Paradise is wherever
Դե ինչ 3, 2, 1 Դե արդեն պարզ է եւ հասկանալի, այս հրաշքներից կան տարբեր տարբերակներով, ուզորներով, նախշերով, այն ցերեկը արևից հավաքում է էներգիան, երեկոյան ինքնուրույն միանում։ Բոլորի համար կարող է տարօրինակացվում։ Հիմա ասեմ, սա ինչի համար է նախատեսված։ Հարդարման ժամանակ, երբ որ տոնայինը սիրում են, չէ՞, խառնել, որ ավելի լավ նստի դեմքին, օրինակ մուգը բացած ենք խառնում, որ մեր մաշկի տոնին համապատասխան լինի, սա դրա համար է։ Համը նախատեսված է գելակերի համար։ Եթե օրինակ ուզում եք ստանալ ինչ-որ գելակի գույն, որը չունեք, կարող եք երկու գույն սրանով խառնել իրար, ուքսես կամ ֆրենչների ժամանակ բոթաս էի պատկերում համար, քանի որ շատ անհամբեր եմ ես հարկել եմ այդ բոթասները, բայց ու այդ բոթասով ես ես նկար եմ գծել, ինձ մի հավոք այդ բոթասի արտիկուլն է հարցրել, ինչ է բոթասների շնդիրում է ժամանակ։ Բա, բիզնես է, հաջորդիվ ամենակարևոր դետալներից մոռացել ենք խոհանոցի համար, ինձ շատ դուր է ինչա, կարինկայի մտահեղությունն է։ Ուրեմն, քանի որ ես շատ եմ սիրում կրեատիվ բաներ ու երկար ժամանակ ուզում էի պիցայի համար տակի, որ պիցան կտրես, սիրուններ իրա վրա ու մատուցես ու չէի կարում գտնել իմ սրտի ուղղածը, բոլորը շատ հասարակ է, ես չեմ սիրում հասարակ, դրա համար մենք ունենք այստեղ պիցայի տակի, հենց պիցա գրվածքով, ու այս գրվածքը հենց ուղղակի տեղ ինչ-որ գրված չի, ինքս կարելի ասել Շատ սիրուն է, ամենադեպս մատուցման համար շատ գեղեցիկ, շատ կրեատիվ, շատ դրօրինակ Որ տանս հյուրա գալիս, հենց քո կատարած հյուրասիրությունից դու գոհ ես մնում, լավ ես ուտքես, այո, շատ շքեղա։ Իր տապորիկի հետ շատ սիրում կսազի։ Ես ճիշտ է, հենց այս նույն դիզայնով տապորիկ տեսել եմ, որ ինքը իր պոչի հատվածը ուղղակի գրված է պիցա։ Ես շատ եմ սիրում այս տարօրինակ բաներ, ինչ է ուրիշների համար տարօրինակ, էդի համար կարող հետաքրքիր լինի։ Շատ պատվերներ ունենք, մենք այդքան չենք էլ հիշում, որ հիմա վերում Ու շատ մեծ unboxing ունենք համ Wildberries-ից, համ Camel-ից, որովհետև շատ բաներ են պատրել մատնահարդարման հետ կապված Wildberries-ից, այդ արդեն էլի unboxing կանենք համստեղ, համի մեջում, բայց չեմ էլ օգտագործել եկանը։ Ամենակարևոր unboxing-ը ինքն է, որ ամեն եթերի ժամանակ կարանք ցույց տանք, ամեն անգամ ինքը նոր մարդու կա մեր համար։ Մեր կյանքն է, մեր ուրախությունն է։ Դուք տեսեք ոնց է խոսում, գոռում, ինչ առաջ գոռած խորը։ Իջա մաման իրան կատակ արեց, ինքը գոռած մամային անո։ Այսպես սիրելի հետևորդներ ջան, սպասեք հաջորդիվ դեռ այնքան հետաքրքիր բաներ ունեք տեսնելու unboxing-ի եւ այլ տարբերակով։ Հետաքրքիր է, չէ՞, հաճելի է, ինչպես դուք եք ցանկանում, ոնց հասկանում եմ, այսպես հաջորդիվ շատ հետաքրքիր վլոգ, դե ինչ կհանդիպենք, սպասեք, իսկ ես շտապում եմ աշխատանքի առավոտյան ժամը 6-ն է, արագացնեմ գործից չուշանամ, գնացինք։